Ողջույն բոլորին, ես կրկին անգամ սկսում եմ կանխատեսումները, բայց ուզում եմ նշել, նախ սեղանը ինձ մոտ չի, սա ժամանակին սրանով էի անում, ուղղակի մի փոքր փչացել է, դեռ կգտնեմ տարբերակ ինչի վրա կարող եմ անել։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 1-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը կամ տուն եք մաքրելու, մաքրություն եք անելու ձեր շրջապատը եւ դրանից հետո ձեզ երջանիկ եք զգալու, որ ամեն ինչը մաքուր է, ամեն ինչ կոկիկ է, ամեն ինչ կարգին է, կամ վիճելու եք ինչ-որ մեկի հետ, ասելու եք այն բառերը, որ ի վերջո կուտակվել է ձեր մեջ, ասելու եք եւ հետո հանգստանաք։ Եվ այդ օրը տհաճ պահեր կան, եւ ինչ-որ մի հարցում էլ հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլել։ Ուսում ամեն ինչ երևում է։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 1-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ մի բան եք լսելու, որ օրինակ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողել, դա ձեզ համար այպես հանկարծակի լուր որպես ձեզ կասեն, որ գիտես, սա ձեռքիցդ բաց ես թողել, սա այլևս չկա, սա չի լինում, այդպես։ Նաև այդ օրը ոչ նամակ կստանաք տեղեկատվություն, որից հետո ոչ գործեր կավարտեք, կվերջացնեք, կամ ինչ-որ բան է այստեղ, եթե ինչ-որ բան պետք է ստորագրեիք, կամ ուղարկեիք, կամ լրացնեիք, որոցը փաստաթուղթ, դա եւս կանեք եւ կուղարկեք։ Օրվա ընթացքում ինչ-որ մի բան է ձեզ երջանկացնելու, նաև հաղթանակասրտու կաք ինչ-որ մի հարցում եւ այստեղ ճանապարհ եք գնալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին մարտի 1-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, նաև միգուցե առիթը ծնունդ է, միգուցե տան անդամների հետ է կապված ինչ-որ մի բան այդ օրը։ Հեռախոսազանգ ունեք, նաև նամակագրական կապի մեջ կարող լինել ինչ-որ մեկի հետ, փաստաթուղթ ստանաք, տեղեկատվություն, ինչ-որ փաստաթուղթ ստորագրեք, ուղարկեք ինչ-որ միտեղ, նաև դա փաթեթ է, որ կարող ստանալ։ Եվ ովքեր որ հիվանդ էին, այստեղ հաջողություն է, այսինքն դեպի լավը կգնա, կամ եթե դուք եք հիվանդ կամ ինչ-որ մեկը, ապա դեպի լավն է այստեղ, կամ եթե վիրահատություն է, ինչ-որ մի բան է, պարկում են ինչ-որ մի բան անելու համար, ինչ-որ պրոցեդուրա, ապա այդ ամենը հաջողությամբ կընթանա։ Նաև այստեղ ցույց է տալիս հիվանդանոցը, պետական հիմնարկություն, եւ կարող եք նաև ինչ-որ այցելություն ունենալ։ Միգուցե բժշկի այցելում ձեզ, միգուցե եթե ունեք բիզնեսի հետ կապված կարող ինչ-որ պետական հիմնարկությունից այցելեն ձեզ, տեսնեն ինչ է կատարվում այդտեղ։ Կամ եթե դուք ասել եք հիվանդ եք, ապա կամ դրա համար ինչ-որ մի գումար պետք է ձեզ հատկացնեն, միգուցե գալիս են ստուգելու դրա հետ կապված եւ դա հաջողություն է, այսինքն ձեզ համար դա լավ է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 1-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հրավեր ունեք որևիցե առիթի, որ ձեզ բավականին շատ կերջանկացնի, ուրախ կլինեք կամ դուք եք առիթ ստեղծելու, երջանիկ եք լինելու եւ ինչ-որ մեկին կանչեք, ինչ-որ մի, մարդկանց կանչեք, քեֆանեք։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր հետո վարվեք, միշտապեք ոչ մի հարցում։ Նաեւ կարող գնալ երկար ինչ-որ միտեղ մնալ, միգուցե այդ առիթի, միգուցե մեկ այլ տեղ։
Եվ հույսով լցված եք, այստեղ գնալի եք գործնական հանդիպման եւ գուցե կամ գործնական խոսակցություն կա, գուցե հույսով եք, որ ինչ-որ մեկը կգա, հույսով եք, որ ինչ-որ միտեղ կգնաք, այդպես ինչ-որ պահեր են ձեզ մոտ։ Մարդը հույսը կամ դրել է ինչ-որ բանի վրա։ Որոշ գործեր չեք հասցնում անել, այդ օրը կմնան ինչ-որ գործեր եւ հյուրեր, կամ դուք կգնաք, կամ ձեր տուն կգան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 1-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ոչ թե նորություն կլսեք, միգուցե առիթի հետ է կապված, այսինքն որ առիթ կա, որ ինչ-որ մեկը ամուսնանում է, որ ինչ-որ մի բան է տեղի ունեցել, ինչ-որ նորություն կամ նորությունը կլսեք, որը ձեզ համար առիթ անելու միջոց է, որ ինչ-որ մի բան անեք։ Նաև ինչ-որ իրադարձություն է, որը յուրաքանչյուր ամիս ձեզ հետ կատարվում է, այդ ամիս եւս կկատարվի կամ կսկսվի ոչ թե մի բան ձեզ մոտ, ամեն ամիս լինել։ Նաև վերջին ամսվա ոչ իրադարձություն կարող է ավարտվել ձեզ մոտ։ Տատանվում եք ծանրու թեթևեկանում ինչ-որ մի հարցեր, որևիցե մի բան, ընտրության առջև եք, հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, նվեր կտաք, նվեր կստանաք, նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո ինչ-որ մի բան արեք։ Բացի դա էլ դա ինչ-որ միտեղ կարող է գնալ երկար մնալ, կարող է առիթն է, կարող է ձեր այդ ինչ-որ հարազատ մեկի հետ, կարող եք երկար նաև մնալ եւ դրա համար գործերը չեք հասցնում անել եւ ավարտել, գործերը կմնան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 1-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը որոշ իրադարձություններ ունեք, որոնք որ կատարվում են դες այդ յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի, նաեւ կարող է ավարտվում է, որովհետեւ տխրում է, կամ ոնց որ ասում եք, էլի եկավ այդ ժամանակը, դրա համար էլի տխրում եք, կամ հիասթափվում եք, որ էլի պետք է գումար օրինակ վճարեք ինչ-որ միտեղ։ Կամ ինչ-որ բան է սկսվում, որ պետք է դուք անեք, կարող է դա է ձեզ տխրեցնում։ Գումար կծախսեք այդ օրը, գումար ինչ-որ մի բան կվճարեք այդ օրը, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, ժամադրության կգնան ոմանք նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ եւ ինչ-որ մի հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 1-ին։ Հարգելի կշարքներ, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող է այցելում եք ոչ բժշկական կենտրոն, որովհետև այնտեղ կա պետական հիմնարկություն, որ գնում եք։ Նաև կարող ուղղակի ձեզ վատ եք զգում, դրա համար եք գնում։ Կամ պայմանավորված եք, դա է ցույց տալիս, կամ ինչ-որ մեկի մոտ եք գնում այնտեղ։ Ոմանք այդ օրը ժամադրություն ունեն սիրային, ոմանք կպայմանավորվան իրենց հարազատ մարդկանց հետ, որպեսզի հանդիպեք։ Հրավեր ունեք առիթի, նաև տատանվում եք, ծանոթ եք անում, այստեղ կարող է առիթի հետ է կապված, ինչ նվեր տանեմ, ինչ անեմ, գնամ, արդյոք թե չգնամ, ավելորդ ծախսա, ինչա, ընտրության առջև եք կանգնած լինելու։ Նաև այդ օրը ինչ-որ գործեր չեք հասցնում անել ավարտել, կմնան որոշ գործեր եւ ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս այստեղ։ Տխրություն չկա, բայց ինչ-որ մի բանը ձեզ ցավեցնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 1-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նաև հանկարծակի լուր կլսեք, որտեղ որ լինի, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողել, ինչ-որ մի հնարավորություն, միգուցե դա լինի ինչ-որ մի պահ է։ Սպասում եք ձեր ընկերոջը, ընկերուհուն, միգուցե զանգարել են, հետո սպասում եք իրենց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 1-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, նաև ժամ եք պայմանավորվել ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք կամ կարող այդ օրը ժամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ։ Եվ այստեղ ճանապարհ եք գնալու, բայց այդ ճանապարհի մասին կարծես թե օցերին եք ասել, նախանձում են ձեր ճանապարհի հետ կապված կամ իրար հետ եք ճանապարհ գնում, կամ գնալու եք իրեն այնտեղ տեսնեք, այդ օցերին։ Նաև սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Եվ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց կթողնեք։ Դա ոնց որ ձեր սխալն է, հա, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծեղ ջուրների։ Ինչ է սպասվում այծեղ ջուրներին մարտի 1-ին։ Հարգելի այծեղջուրներ, այդ օրը ինչ-որ բաներ եք ավարտելու, վերջացնելու, միգուցե ինչ-որ բան եք ստորագրելու վերջնականապես, միգուցե փաստաթղթեր եք ուղարկում վերջապես կամ ստանում եք եւ ինչ-որ գործեր եք անում, դրանից ավարտում եք, հա, կամ այդ ինչ-որ բան եք սպասում, դա գալիս է եւ կարող են մեկի վերջու ավարտեք այն ինչ-որ պետք էր։ Նաեւ դա կարող է ինչ-որ բան եք պատվիրում վերջապես, չնայած որ հետադարձ է Մերկուրին։ Ոմանք ունեն այդ օրը սիրային ժամադրություն, ոմանք ունեն այդ օրը ուղղակի պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Եվ երեկոյան կամ շուտ կպարկեք քնելու կամ մի փոքր ուշ կամ օրվա ընթացքում կարող ցանկանաք պարկել։ Եվ նաև ինտիմ հարաբերություններ դա։
Եվ որը գաղտնիք կիմանաք, գուցե գաղտնիքը կապված է ինչ-որ մեկի անկողնային կյանքի մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 1-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն ինչ-որ մեկի հետ, եւ ձեր հարազատ մարդկանց հետ։ Նաեւ այստեղ հանկարծակի լուր կլսեք, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բացեք թողել եւ դա ձեզ ցավ է տալիս, տխրում եք։ Դա ինչ-որ տխրություն է, կարծես թե դրանից է։ Որտեւ կա ձեր մեղքով է դա եւ ոնց որ ձեզ եք մեղադրում ինչ-որ մի բանը ձգձգեցիք։ Հյուր կունենաք, նաև դուք կարող եք գնալ հյուր եւ ոմանց այդ օրը սիրո խոստովանություն կանեն, կամ դուք կանեք, կամ ձեր հարազատների շրջապատում կլինեք, հետո կարող է գալիս են ձեր տուն եւ կարող է իրենց պատճառով եք նաև ինչու՞ չէ բաց թողնում ինչ-որ մի բան, այդքան զբաղվում եք իրենցով եւ ժամանակ չկա գնանք ինչ-որ մի բան անեք եւ ասում են, որ գիտեք վերջ։ Արդեն ուշ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 1-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը, նաև կարող եք այցելել նման կենտրոն։ Հանդիպում եւ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, այդտեղ սեղանի շուրջ եք նստելու։ Գուցե կամ առողջության հետ կապված ինչ-որ բան եք նշում, կամ ուղղակի հանդիպում եք եւ նստում սեղան, ուրիշ ոչինչ չունեք։ Նաև նվեր է այստեղ։ Միգուցե դուք եք նվեր տալիս իրեն, կամ ինքը, կամ քաղցրավենիք է սա, կամ ծաղիկներ է, այսպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։